Բարի երեկո հայր ջան։ Շատ կարճ մի բան եմ էլի ուզում հիշեցնեմ։ Հիշում եք գեներալ գնդապետ Խաչատուրովին եւ հապկից հետ էին կանչում շինծ ու գործով դատելու համար։ Այն ժամանակ էլ շատ adekvat մարդկանց մեջ զարմանալի էր, որ սկսեցին անձնավորել, որ գեներալը էսպես է, գեներալը այնպես է։ Եվ մենք ասում ենք, որ անկախ ձեր վերաբերմունքից գեներալին դա սարսափելի բան է, եթե մենք հապկում այդ կարևոր պաշտոնին, այս կարևոր պահին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որ այսօր այնտեղ է գտնվում, դա անվտանգության գարանտիա է փաստորեն։ Եվ Աստված մի արասե պատերազմի ժամանակ դա մեծ օգուտ կլինի մեզ։ Երբ որ ասում ենք, որ սա հատուկ արվում է, եկեք տղեկ մի անձնավորեք, անկախ ձեր վերաբերմունքից գեներալ գնդապետին, այս պահին սխալ է նրան հետ կանչել եւ մի ուրախացեք ձեր մեջ տարբեր առիթներով, մեկը նեղված է, մեկը չգիտեմ ինչ է, անձնականը դրեք մի կողմ, անձնական վերաբերմունքը դրեք մի կողմ։ Ով էր մեզ լսում, մենք այդ ժամանակ համարվում ենք շատ քչերից, որ ի սկզբանե դեմ խոսում ենք, համարվում ենք դավաճան հակահեղափոխականներ, երկրի վատ ուզողներ, երբ որ ասում ենք պատերազմը ուզում էսի, հետաբերում որ հապը չխառնվի, մեզ ձեռ էին առնում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչի այս մասին հիշեցի, նույն բանն է կատարվում։ Հիմա էլ ես տեսնում եմ մարդիկ կան, որ թվում է թե առաջին հայացքից adekvat մարդ պետք է լինի, բայց ինչ որ անձնական վերաբերմունք ունենալով ամենայն հայոց կաթողիկոսի անձի նկատմամբ, կարծես թե ուրախացել են կամ սատարում են իրենց ասածով, իրենց կողմից ատելի Նիկոլին, բայց այ հիմա ձեզ զգուշացնում ենք, սա ավելի վտանգավոր է, քան թե հապկից մեր գեներալին հետ կանչելն էր, շատ ավելի վտանգավոր է, որտեղ արդեն խոսքը գնում է ընդհանուր հայության, 10 միլիոն հայության, եւ մի մոռացեք, այս խեղկատակի ասածները մի հատ լուրջ վերլուծեք, այս խեղկատակի ասածները մի հատ լուրջ վերլուծեք, ուրեմն տեսեք ինչն է հարցը, որ նա ասում է, որ ժողովուրդը, կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է, 10 միլիոն հայի կաթողիկոսն է, ոչ թե քո խղճուկ պետ ռեսուրսի մի 120,000 իրենց ընտանիքներով, որ ընտրություններին գնում են, քեզ են ընտրում։ Դու եղա, որ ամբողջ հայության անունից մի հատ էս ժողովրդի անունից խոսում ես։ Նույնիսկ եթե 2.5 միլիոն Հայաստանի հայերը քեզ ընտրած լինեին, մեկը դա տոկոսային հարաբերությամբ ավելի փոքր է, քան թե 10 միլիոն հայությունը։ Այսինքն 7.5 մնացած միլիոն հայության կաթողիկոսներն է ինքը։ Դու ով եղար, որ խոսում ես նրա ուրեմն ժողովրդի անունից նրան հետ կանչելու կամ հանելու կամ հրաժարական բան։ Ով եղար դու։ Այս սատանիստ։ Մի խոսքով, ասածս այն էր, սա այս կարևոր ինչի համար է սալերիցի ավելի շատ։ Չխորանամ հիմա այդ բանի մեջ, որ մի անձնավորեք։ Նույնիսկ եթե անձնական ինչ որ հարց ունեք կաթողիկոսի հետ, կլինի հակակրանք, կլինի ինչ ուզում է լինի։ Չեք ընդունում նրա անձը, ինչ որ բացանքների հավատում եք կամ չեք հավատում։ Կապ չունի այստեղ դա։ Մի անձնավորեք, այստեղ անձի մասին չի, այստեղ կառույցի մասին է։ Ես հապկի օրինակը հենց այնպես չբերեցի, այստեղ ազգային անվտանգության հարց է։ Իհարկե բառաններին կոչ չեմ անում adekvat մտածող հայերին, որոնք ինչ որտեղ իրենց խորքում ինչ որ բանից կամ վիրավորված են, կամ հուզված են, կամ չեն ընդունում կապված կաթողիկոսի անձի հետ։ Ձեզ եմ ուզում հերթական, հիմա էլ ինձ ասեք, դավաճանը, էլի ինչ ուզում եք ասեք, ոնց որ այն ժամանակ էիք ասում։ Այն ժամանակ բոլորի ճակերտների մեջ Աստվածն էր, չէ՞, որ ասում էինք մենք հակահեղափոխական
դավաճաններ էինք բոլորի տաշկին, հիմա այդ մեզ հակահեղափոխական դավաճանացողները դարձել են թույն ընդդիմադիր, մոռացել են ինչ էին ասում մեզ 18-19 թվականին, հիմա էլ նույնն է, կարող ասեք, որ ինչ-որ մի անձ եւ մի անձնավորեք, սա կարևոր, շատ կարևոր հարց է, ասում եմ ավելի վտանգավոր, ազգային անվտանգության համար շատ ավելի վտանգավոր, քան թե հապկից հետ կանչելներ, այն ժամանակ տեսակ ինչ եղավ, մի զարմացեք հապկի վերաբերմունքից պատերազմի ժամանակ, այդ ամեն ինչը բացահայտվելու է, շատ շուտով բացահայտվելու է այդ ամեն ինչը, ոնց որ այսօր այդ Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները, ծառայությունը, տանում են դրան մի երկու հատ վիդեո են տալի քամակ մտնելու համար, մի երկու հատ ինֆորմացիա են տալի, երկու մեծ դարակ դոսել, հենց այդ հիմարի վրա հավաքած ունեն, այդ խամաճիկները վաղը վլաստը փոխվեց, հիմա դրանք էլ են հանելու, այդ ամեն ինչը ջրի երես է դուրս գալու, կարծում եք իրա դոսիեներ են դրած, չի, դրանց մասնագիտությունն հանդե դրած լցրած է, դոսիեները, իրա վրա ավելի շատ, իրա ընտանիքի վրա, բոլորի վրա էլ կա, եթե ինքը կարծում է Իրան շպրտելուց հետո իրա ուրեմն կեղտերը ջրերից դուրս չի գալու, դուրս է գալու շատ ավելի վատ ձևով։ Ով որ քեզ հիմա հրամցնում է, նա էլ հրամցնելու է հաջորդին։ Շատ երկարացրեցի, ստեղ ես այս հրատապ, եթե արեցի մի բանի համար, ձեզ հիշացնելու, համեմատելու համար, որ համեմատեք։ Երբ որ գեներալ գնդապետ Խաչատուրովին հետ էին կանչում, շատերը անձնական հակակրանքեր, թե ինչ-որ նախանձեր, թե ինչ-որ բանից ելնելով, նույնիսկ սատարում էին այդ մտքին։ Եվ երբ որ ասում են Աղբեջան, մի կողմ դրեք այդ, ստեղ անձնական հարց չի, ստեղ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը նման հզոր կառույցում ունենալով գլխավոր կարևոր պաշտոնը, որը իհարկե մեր օգտին կաշխատել պատերազմի դեպքում, մտածված կանչում են, որ կռիվ սկսեն ու հապկը չխառնվի։ Մեզ ասում են խելառեք, այսօր իրանց ռազմա գետ, ինչ լեգենդար, ես իմ ինչ ասողները, այն ժամանակ մեզ ասում են սուտ օրակարգ եք խոսում, ասում ենք Արցախ հանձնելու ավելի աղբոր նման, ով կթողի, թողեցիք, այ դուք ասողներ լեգենդարներ, հարթուկած ֆիդայի շոր հակնողներ, թողեցիք, չէ, հանձնվեց, չէ, այն որ ասում էինք սենց կլիներ, հնարավոր չի, եղավ, չէ, իսկ ով ասում, որ հնարավոր չի, որ մենք վաղը կորցնենք ընդհանրապես ամբողջ եկեղեցիները քանդի մզկիթ սարքել տա, ինչ եք անելու, հիմա որ քանդում են մեր 400 եկեղեցին մզկիթ են սարքում տեղը, ինչ եք անում, դե տեսնում ա, որ բան չեք անում, հիմա էլ ասում ես, դե եղածներն էլ պետք է քանդել, իր թլփած ցեղի բանը սարքել, կրոնին համապատասխան, թե որ ինքը գրում է, մի հատ ասում է Հույսայև, ու ասում է, որ ես առաքելական եկեղեցու հետևորդ որ ինչ որ մեկ էլ մտածում նա առաքելական եկեղեցու տեղը իմացել, հա? Եթե իմացել էր, որպես թշնամի է իմացել, միշտ, ընդմիշտ ծնված օրից, իր թթված ցեղին հատուկ, այդքան բան, մտածեք, ուղեղով, գլխով, այս անտերի մեջի տվածը մտածելու համար է, հասկացեք ինչ է անում, հասկացեք ինչի համար է արվում, և մի անձնավորեք, մի կողմ դրեք կաթողիկոսի անձը, ստեղ անձնավորել չի կարելի, հաշվի առեք այն պաշտոնը, այն ինչ որ ոնց որ հապկի ժամանակ նույնը ասում եմ, սա ավելի շատ ավելի վտանգավոր է, մեռակրկնվելով, բայց գոնե 10-րդ, 20-րդ անգամից հասկանաք, թե ինչ վտանգի առաջ են կանգնած, և այո, եթե պետք լինի կյանքի գնով, սա պատերազմ է հոգևոր, կյանքի գնով պետք է պաշտպանել եկեղեցին, ոչ թե անձերը, իսկ այսօր, այն անձը ում մասին խոսքը գնում է, ամենայն հայոց կաթողիկոսը, այո ինքը ներկայացնում է եկեղեցին, և անկախ ձեր վերաբերմունքից, նրա անձի նկատմամբ, չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ խամաճիկ, թթված ցեղի ներկայացուցիչներ որոշել մեր եկեղեցու հարց, չի կարելի,